Մենք շարունակում ենք սիրելիներ, մի անգամ հարցազրույց էի դիտում եւ տաղանդավոր մարդկանցից մեկն ասաց, որ հայերենը ֆանտաստիկ լեզու է եւ անբացատրելի գեղեցիկ ու հարուստ, որովհետեւ բնության մեջ չկա մի ձայնարկում կամ առհասարակ մարդու մեջ չկա մի զգացողություն, որ մենք չկարողանանք արտահայտել հայերեն տառերով։ Աշխարհն է խոսում հայերենի հարուստ եւ գրագետ ու շատ գեղեցիկ հնչելու մասին, այնպես որ մենք հիմա հյուրընկալել ենք մեզ մոտ մարդկանց, ովքեր մեծ կարեւորություն են տվել առհասարակ կյանքում գրագետ ու ճիշտ հայերենի ներկայացնելուն։ Մեծ սիրով ներկայացնենք նրանց եւ սկսենք մեր հարցազրույցը։ Այսօրվա մեր հյուրերն են Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնի պետ Լիլիթ Գյուրեղյանը եւ Անի Հովնանյան, Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։ Բարի լույս։ Բարի լույս սիրելիներ։ Եվ այսպես Լեզվի կոմիտեն մշակել եւ հրապարակել է լեզվական կողմնացույց ժողովածուն, որում ամփոփել է հանրային խոսքում առկա տիպական լեզվական սխալները։ Եկեք հասկանանք Հասկանում ենք իհարկե անհրաժեշտությունը ինչու ներկայանում, բայց որը եղավ այն կարևոր կետը եւ նպատակը, որ անհրաժեշտությունը գտակ, որպեսզի ստեղծեք այս ժողովածուն եւ հատկապես որ խնդիրներն եք լուծելու այս ձևաչափով։ Լեզվական կողմնացույց ժողովածուն ընդգրկում է այն աշխատանքը, որ մենք կատարել ենք տարիներ շարունակ։ Լեզվի կոմիտեի աշխատակիցները տարիներ շարունակ իրենց աշխատանքային գործիքներով, հորդորակներով, ամփոփագրերով, տարբեր գրություններով վերահսկել են լեզվի բնագավառը եւ նման աշխատանքի արդյունավետությունը ավելի բարձրացնելու համար որոշվեց, որ դրանք պետք է մեկտեղվեն այսպես կոչված մեկ հարկի տակ եւ դառնան ժողովածու։ Կողմնացույցը ժողովածու է բոլոր այն մարդկանց համար, ովքեր նախանձախնդիր են իրենց բանավոր եւ գրավոր խոսքի նկատմամբ եւ բնականաբար դրա անհրաժեշտությունը արդեն կար։ Ժողովածուն տեղադրված է կայքում եւ մենք հուսով ենք, որ օգտակար կլինի բոլորի համար, քանի որ բոլորի համար կարևոր է հայերեն ճիշտ գրելը, խոսելը, բոլորի համար կարևոր է մեր մայրենի։ Իսկ կարելի ասել, որ հավաքածուն ոչ միայն սխալներն է ցույց տալիս, այլև նպաստում է լեզվական մտածողության ձևավորմանը։ Իհարկե լեզվական մտածողության ձևավորման համար շատ այլ գործոններ կան, բայց իհարկե երբ մենք ուշադիր ենք լինում մեր լեզվական սխալներին, այսինքն երբ դա սովորույթ է դառնում ճիշտ խոսելը, բանկուց է սովորույթ դառնում կամ հետագայում աշխատանքի միջոցով է սովորույթ դառնում, տրամաբանական է, որ դա նաև մտածողություն է ձևավորում։ Պարզ օրինակ բերեմ, ես երբ տանը խոսում եմ կամ մտածում եմ, չեմ կարող հեռուստացույց բառը այլ լեզվով իմ ուղեղում մտածել, որովհետև այնքան եմ ես սովորույթ դարձրել այդ բառը օգտագործելը, որ այդ բառը այլևս չի կարող իմ մտածողության մեջ լինել այլ կերպ, քան հեռուստացույցը կամ ցանկացած այլ բառ, չգիտեմ, բնականաբար գրական լեզուն, խոսակցական լեզուն ունեն իրենց երանգներ, ունեն իրենց տարբերությունները, բայց այն ինչ մեր մտածողության մեջ դա իհարկե բառերով չէ, դա շատ ավելի լայն է եւ շատ ավելի շատ շերտեր է ներառում, բայց այնուամենայնիվ իհարկե երբ որ մենք սովորում ենք, այդ սովորույթը նաեւ մեր մտածողությունն է ձևավորում։ Մենք մի քանի այսպես փուլերի բաժանենք մեր հարցազրույցը, մենք գործ ունենք այստեղ սխալների հետ, որոնք վերաբերում են բառիմաստին, որոնք վերաբերում են քերականությանը, որոնք վերաբերում են նաև կետադրությանը եւ ոճական բնույթին։ Հասկանանք առօրյայում, ոչ հստակ մասնագիտությունների մեջ, հա, բայց առօրյայում փորձը ինչն է ցույց տալիս շատ հաճախ որ տիպի սխալներն են լինում եւ այս նախաձեռնության շնորհիվ, հա, on-line հարթակում ստեղծված կողմնացույցի շնորհիվ որ մասն ենք փորձելու շտկել հարթել, որպեսզի միշտ ավելի գեղեցիկ հնչի մեր հայերենը։ Սխալները մենք գիտենք, որ մեր լեզուն շատ ճկուն է, մեր ճկնաղ հայերենը շատ ճկուն է եւ մեկ ստորակետը անգամ կարող է փոխել եւ միտքը եւ իմաստը։ Դրա համար մենք կարևորում ենք բոլոր սխալները եւ կետադրական, ինչպես դուք նշեցիք, եւ ուղղագրական, եւ մտքի։ Եվ այդ կարևորելով հանդերձ ավելի շատ ուշադրություն ենք դարձրել, ավելի շատ ուշադիր ենք եղել այն սխալների նկատմամբ,
որոնք ըստ էության ոչ միայն ձևավորում են խոսքը, այլ նաև ազդում են մտքի վրա։ Տիկին Գյուրեղյանին լրացնելով նկատենք, որ բառը մեր ինձ օրինակ շատ է դուր գալիս անունը կողմնացույց, նկատենք ինչու է կողմնացույց, հետո սա կողմնորոշվելու համար է, այսինքն բնականաբար սխալները բազմաթիվ են, բայց ինչն է կարևոր, որ մեր մասնագետները ուզում եմ հատուկ շեշտել, թե ովքեր են հիմնականում աշխատել, իհարկե սա ամբողջ բաժնի աշխատանքն է, խմբագրվել է, մտածվել է, նյութեր ամեն ինչ բաժինն է արել լեզվի կոմիտեի, բայց հիմնական նյութերը պարոն Գուրգեն Միքայելյանինն են եւ տիկին Երազիկ Գրիգորյանինը եւ ինչն է կարեւոր իրենց աշխատանքում, որ իրենք բացի այն, որ մատնանշում են սխալները, իրենք նաև ցույց են տալիս ճիշտ ձևը։ Եթե նկատենք, այնտեղ տարբեր ոլորտներ կան առանձին հանրային խոսքում սխալներ կան, կամ որ վերլուծություններ են արվել, օրինակ չգիտեմ, եթերի սխալներն են վերլուծել, ձեզ էլ կարող է օգտակար լինել այդ իմաստով, չէ, իհարկե նաև բոլորին կարող է օգտակար լինել, եւ ինչն է առաջարկվում է, թե ինչպես գեղեցիկ լուծումը տալ, ու այդ գեղեցիկ լուծումը միայն քերականությունը չէ։ Գեղեցիկ լուծումը նաև այն է, որ շատ բնական հնչի լեզուն, սովորական հնչի լեզուն, չդառնա արհեստական, կտրված մեր առօրյայից ու մեր կյանքից, բայց նաև լինի քերականորեն ճիշտ։ Ու ընդգծեմ, որ դրանք հիմնականում այն սխալներն են, դա տիպական սխալներ, որոնք այնքան են արդեն այդ մեր լեզվամտածողության մեջ մտել, որ մենք շատ հաճախ չենք գիտակցում, որ դա սխալ է։ Չենք ընկալում, որ դա սխալ է։ Ասենք չգիտեմ, կողմից ինքնաբերաբար ասում ենք։ Կողմից կառույցները, որը կարծեմ բացվում է շարքը նախնական տարբերակում, երբ խմբագրում է, այդ կողմից կառույցը այնքան ենք օգտագործել, որ մեզ թվում է, թե դա ոչ միայն ճիշտ է, նաև այդպես պետք է լինի, օրինակ, չգիտեմ, իրավաբանական խոսքում կամ այդ խոսքում դա առանց դրա չենք կարող, օրինակ, պետք է միշտ օգտագործել կողմից, բայց դա ասենք այդքան ողջունելի չէ, խրախուսելի տարբերակ չէ, երբ որ ես ինքս երբ կարդացել եմ, թեև մասնակցության բան ասեմ, ինձ համար բացահայտումներ եմ արել շնորհիվ իմ հրաշալի գործընկերների, որոնք կարողացել են այդ նուրբ կետերը որսալ եւ արձագանքել, բայց ակնկալել իհարկե, որ կողմնացույցը բոլոր սխալներն է տալու կամ այդպես դասագրքի պես ամեն ինչ ասել եւ ոչ, բնականաբար այդպես չէ, բայց շատ օգտակար կարող է լինել բոլոր։ Բառը ինքնին արդեն հուշում է, թե ինչ նպատակ է հետապնդում ձեր նախաձեռնությունը։ Դա ավելի շատ անաղարտության հորդոր է եւ օգնություն է, խորհրդատվություն։ Այ հետաքրքիր է լսել սխալների հիմքը հիմնականում ինչից է լինում։ Օտար լեզուների ներգրավվածությունը, անհետևողականությունը, ինչից կարող է ստեղծվել։ Հարցի մեջ պատասխանը կար որոշակիորեն, իհարկե, բայց մասնագետները ոնց որ բնականաբար կան եւ հիմքը եւ անհետևողականություն առաջին հերթին եւ կտրվածություն մանկության տարիներից իհարկե այսպեսի մի բան կա հանրային լեզվամիջավայր հասկացություն կա այդ հանրային լեզվամիջավայրում մենք սովորում ենք հետո գիտեք խնդիրը որն է որ ոչ միայն հետևողական չենք, այլ նաև առօրյա այնքան շատ ենք լսում արդեն այդ մեր հանրային լեզվամիջավայրում այնքան շատ ենք լսում այդ սխալները, որ դառնում է սովորական մեզ համար։ Իհարկե ազդեցություն կա նաև օտար լեզուների մարդիկ ցավոք սրտի պիտի արձանագրենք, որ աշխատանքային բերումով այլ հարցերի բերումով շատ հաճախ ստիպված են լինում ավելի շատ օտար լեզվով կարդալ, օտար միջավայրում շփվել եւ դա էլ իր ազդեցությունն է ունենում եւ լեզուն կենսունակություն ունի, հա, անընդհատ զարգանում է, այդ զարգացման մեջ կարող է չորսանք այդ ճիշտ ռիթմը եւ նաեւ հետեւողական չլինելով սխալները շատացնենք մեր խոսքում։ Սոցիալական ցանցերի հետ կապված կարող է սոցիալական ցանցերն էլ չէ, իրենց ներգրավվածությունը կարող է սոցիալական ցանցերը ունեն, իհարկե, բայց այստեղ գիտեք ինչն է խնդիրը, որ սոցիալական ցանցերը ինքնին չեն ստեղծում, սոցիալական ցանցերը մենք ենք, չէ՞ մարդիկ ենք։ Այսինքն սոցիալական ցանցերը միջոց են ցույց տալու այն պատկերը, որը կա։ Դա մեր ամբողջ լեզվական համապատկերը ցույց է տալիս, բայց ոչ թե հակառակն է սոցիալական ցանցն է համապատկերը ձևավորում։ Սոցիալական ցանցը գրատախտակ է, ինչպես ասում են, այնտեղ երևում են ամեն ինչ, որ մեր առօրյա կյանքում կա։ Շատ հետաքրքիր մի բան էլ կա, ինչպես կարող ենք մարդուն սովորեցնել, որպեսզի ինքնուրույն
նա նկատի իր գործածած սխալը եւ ինչու ոչ կողմնակցույցի միջոցով կարողանա այդ ամենը շտկել։ Սա շատ կարևոր հատկանիշ է, կարծում եմ, երբ մարդ պիտի ձեռք բերի եւ սա գալիս է օգնության ըստիս։ Իմ կարծիքով այստեղ օգնության է գալիս գիրքը, կարդալը։ Պարզապես։ Այո, կարդալը։ Եվ բնականաբար ճիշտ մայրենիով լսելը։ Իմ կարծիքով մարդը ինքը շարունակաբար աշխատում է ինքն իր վրա եւ մեծ նշանակություն ունի։ Ի վերջո սա կարող է հիմք հանդիսանալ, որովհետև եթե մենք ունենք հիմնային գիտելիքներ, վստահաբար մեր գործածած սխալը միանգամից ինքներս մենք կարող ենք հասկանալ եւ միանգամից տեղում շտկել գիտելիքի հիմքով բնականաբար։ Այո։ Ժողովածուն դեպքում բնականաբար արդեն դիմում է կողմնակցին։ Իսկ ժողովածուն ունի արդյոք թարմացումների կարիք, քանի որ լեզուն զարգացող համակարգ է։ Լեզվի կոմիտեի գործառույթները շատ են եւ գործունեությունը ծավալվում է եւ հույս ունենք, որ շատ տևական կլինի։ Տիկին Գյուրեղյան հույս ունեմ միանում է իմ այդ կարծիքին։ Տեսեք, կոնկրետ այն, ինչ այս պահին արվել է, սա կարծես թե մեր կոմիտեի լեզակական վերահսկողության բաժնի աշխատանքների մի փուլի ամփոփումն է։ Այսինքն, այն ինչ ժամանակին արվել է, որովհետեւ այդ ժամանակի մեջ դա շատ կարեւոր է եղել նաեւ մարդկանց ուղարկելու իրենց սխալները, որ ուղղեն, չգիտեմ, բայց կյանքի այս ռիթմի մեջ դա որոշակիորեն դուրս է մտել եւ հիմա այլ ծրագրեր են արվում, որպեսզի կարողանանք նույն խնդիրը լուծել, այսինքն մեր լեզուն պահպանել, այլ մարտահրավերներ կան, գուցե այդ մարտահրավերներից բխող այլ ծրագրեր լինեն, որոնք այս պահին դեռ բարձրաձայնելի չեն կամ այլ առիթով գուցե բարձրաձայնեն, որ խոսակցությունը այլտեղ չգնա։ Եվ վերջապես գնալով ներեցեք եւ վերջի քանի որ լեզուն զարգացող երևույթ է անընդհատ ինքն իրեն մաքրագործում է, այո, ինչու՞ չէ, ոչ այս ժողովածուն, բայց վերանայվում են լեզվական իրողություններ եւ այնինչ երեք մեզ համար գուցե անհասկանալի էր թվում, վաղը կարող է լինել արդեն մեր լեզվի բաղկացուցիչ մասերից մեկը։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ նման կարևոր գործի ետևում կանգնած եք, որովհետև այս ամենի շնորհիվ ոչ միայն կյանքում մենք կգործածենք ճիշտ հայերենը, այլ նաև յուրաքանչյուր ֆիլմ կամ սերիալ կամ հաղորդում, որոնք կհեռարձակվեն հեռուստատեսությամբ կամ ինտերնետային տարբեր հարթակներով, գոնե դիտողը կլսի գրագետ հայերեն եւ ինչպես դուք ասացիք, դա չի լինի պաթետիկ, դա պարզապես կլինի մեր գեղեցիկ, չքնաղ հնչող հայերենը, որը բնական է, որը օրգանական է եւ գալիս է մարդու հայի բնությունից։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շատ դրական շարունակություն։ Մենք այս ամենը համեմենք երաժշտական տրամադրությամբ, սիրելիներ, վերադառնանք եւ շարունակենք, խնդրեմ։